Այսօր էլ այստեղ է ենթաշրջանային բժշկական կետը, Քաշաթաղի մեքենատրակտորային կայանի բազան, նախատեսվում է համակարգչային առաջին դասարաններից մեկը այստեղ բացել։ Բուժկետ ունեք, դպրոց ունեք, հիմնականը մանկապարտեզի հարցն է։ Ջրի խնդիրը համարյա թե լուծված է, խողովակները սա տեղադրած։ Մանկապարտեզի հարցում իր տեսակետը համայնքի ղեկավարը հիմնավորում է 29 դպրոցական, բայց 30 նախադպրոցական տարիքի երեխա ունեն, անցած տարի 6 ծնունդ են ունեցել։ Ծնելիության թիվը, որ բարձրացել է բոլորիս համար ուրախալի է եւ բարձր բերք ենք ստացել աշնանացան կատարելու ընթացքում մոտ 31.1 ցենտներ ցորեն եւ 25.5 գարի։ Համայնքի ամենամեծ խնդիրը բնակարանային է։ Տուն վերանորոգելու հարցում պետական աջակցությամբ շինանյութերի սպասում են շատերը, թեև համայնքի տարածքում ստացվող բերքը հուշում է, որ ինչպես նրանց թիվն ավելի փոքր պիտի լիներ, այնպես էլ չկատարված վարկային պարտավորությունների չափը։ 8-9 թվականին վարկերը մի երկարաձգվածները մի քիչ դժվարությամբ եք հավաքում, բայց մոտ 2-3 տարվա ընթացքում հույսով եմ, որ լրիվ կավարտենք։ Համայնքում առկա 850 հեկտար հողից 450-ը վարձակալված է, 50 հեկտարը եղեգապատ։ Վարձակալած տարածքների մակերեսը ժամանակի ընթացքում փոփոխվում է դրանց մշակմանը, վարկերն իհարկե օգնում են, ասում է Արսեն Թելունցը, բայց եւ հնարավորությունները գերագնահատելու պատճառ են դառնում շատերի մոտ։ Կարելի է նենց արած, որ ժողովուրդը այդ վարկերից հրաժարվեն։ Իրանք ստեղծեն իրանք ունեցածով հերիքա վարկերը, որ իրանք հույսերները դնեն իրենց վրա, ոչ թե վարկերի վրա։ Տարիների ընթացքում հնարավոր է 100 հեկտարի փոխարեն թող 5 անեն, 10 անեն, իրենց սեփական ուժերով անեն, որ ժամանակի ընթացքում արդեն շատ մարդիկ կան, որ իրենց ուժերով են դաշտերը ցանում։ Համայնքապետը նաև նշում է, որ Իշխանաձորում հողագործության բոլորը չէ, որ զբաղվում են։ Քաղաքի ժողովուրդ շատ է մեր համայնքում։ Շատ մարդիկ կան, որ չեն զբաղվում մշակությամբ։ Հիմնականում բյուջետային աշխատանքներով դպրոցում են աշխատում, մանկապարտեզում են աշխատում։ Հողագործությամբ չզբաղվողների մեծ մասը անասուններ ունի, բայց ընդհանուր հաշվարկով գլխաքանակն այնքան էլ մեծ չէ։ Մոտ 130 խոշոր եւ 300 մանր եղջերավոր անասուն ունեն իշխանաձորցիները։ Առաջիկայում Իշխանաձորում թերևս փոփոխություններ կլինեն։ Այն պիտի դառնա սիրիահայ հայրենադարձների հանգրվաններից մեկը։ Իսկ դա նշանակում է, որ բնակչության թվի փոփոխության հետ նաև կենցաղավարության փոփոխություն է տեղի ունենալու։ Եվ մի քանի տարի հետո օրակարգում ոչ միայն մանկապարտեզի շենքի խնդիրն է լինելու, այլև մարզամշակութային կառույցների։ Լուսինա Ավանեսյան, Սամվել Սայան, օր։